Ուրեմն մեղադրանքը լրիվ սարքած, սուտ, փուչիկ։ Կեղծ ու փուչիկ է որակում ԲՀԿ առաջնորդն իր դեմ հարուցված քրեական գործերը։ Շուրջ 70 հասցեում խուզարկություն, անօդաչու սարքեր, ԱԱԾ, ալֆա ջոկայտ ու քննիչներ։ Սրանք հոլիվուդյան մարտաֆիլմի կադրեր չեն։ 3 առյուծ, 1 վագր եւ մի քանի տասնյակ կենդանիների կմախք է քննչական կոմիտեն արգրավել Գագիկ Ծառուկյանի տունը 10 ժամից ավելի խուզարկելուց հետո։ Նրա դեմ քրեական վարույթ է հարուցվել վայրի կենդանի կամ թռչուն ապօրինի որսալու դեպքի առթիվ։ Քննչական կոմիտեն պնդում է, թե վերջինս 30 միլիոն դրամի վնաս է հասցրել Հայաստանի շրջակա միջավայրին։ Նրան մեղադրում են նաև առանձնապես խոշոր չափի խարդախության եւ փողերի լվացման համար։ Դեռ նախընտրական քարոզարշավի ժամանակ էր Նիկոլ Փաշինյանը հայտարարել Գագիկ Ծառուկյանին պատկանող ընկերություններն, այդ թվում նրա առանձնատունը, այսպես ասած, պետականացնելու են։ Սա քեզնով էլ կզբաղվենք, Ծառուկյան Գագիկ, պատրաստվի արած ցեմենտը սեփական պետականացնում ենք եւ այդ հանցավոր գործարքի համար դու խանամիտ պատասխանատվություն եք կրելու։ Քննչական գործողություններից հետո ցեմենտի գործարանը կապարակնքել են նաև Արարատի, կոնյակի, գինու եւ օղու կոմբինատը։ Կոմբինատի հարևանությամբ գտնվող վարչական շենքը, մուլտի վելնես կենտրոնը, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի շենքը։ ԲՀԿ անդամ Իվետա Տոնոյանի խոսքով մոտ 10,000 մարդ հարկադիր պարապուրդի է մատնվել։ 3 ուշ երեկոյան դադարեցվել է նաև մուլտիգրանտ հյուրանոցի հարևանությամբ գտնվող նախկին Փարավոն ռեստորանի գործունեությունը եւս դադարեցված է կապարակնքված է ռեստորանը բոլոր հենց այդ մասին էի ուզում խոսել անկեղծորեն, որովհետեւ սկսած մուլտիվելնես համալիրի հաճախորդների եւ տարբեր այսպես ռեստորաններում ամրագրումներ արած մարդկանց, մարդիկ ամիսներ առաջ հարսանիքների համար օրեր են ամրագրել եւ դրա հետ կապված այդ ձեռնարկությունների մենեջմենթով զբաղվող մարդիկ ցավոք սրտի բախվել են շատ լուրջ խնդիրների եւ հիմա փորձում են ամեն դեպքում մասնագետները զբաղվում են այդ հարցերով, փորձում են կանոնակարգել, տեղեկացրել են բոլորին, որ հարկադիր պարապուրդի են մատնված, որ դա իրենց պատճառով եւ իրենց մեղքով չի։ Իրավապահների գործողություններն անակնկալ չեն ԲՀԿ-ի համար։ Կուսակցության անդամ Արման Աբովյանի խոսքով Փաշինյանը փորձում է ջարդել ընդդիմությանը։ Սա անակնկալ չի, ես ձեզ վստահեցնում եմ, սա անակնկալ չի ոչ Գագիկ Ծառուկյանի համար, ոչ Բարգավաճ Հայաստան կուսակցության անդամների, ոչ էլ յուրաքանչյուր Հայաստանի Հանրապետության քաղաքացու, ով ունի նվազագույնը տրամաբանություն։ Բա ինչ պետք է անեն, բա իհարկե իրեն գործում են լրիվ հակապետական եւ հակահայկական տրամաբանության ներքո։ Ծառուկյանին պատկանող կենդանիներին որոշել են հանձնել Երևանի կենդանաբանական այգի։ Մայր Հայաստան կուսակցության անդամ Արեգնազ Մանուկյանն այս որոշումը համարում է վրեժխնդրություն քարոզարշավի ժամանակ հնչած հայտարարության համար։ Հրահանգը իջեցվել է Նիկոլ Փաշինյանի կողմից վրեժխնդրություն իրականացնել Գագիկ Ծառուկյանի նկատմամբ, բայց որ այդ փոքրիկ բռնապետը այդքան փոքրոգի ճղճիմ եւ այդքան նենք կգտնվեր, այդքան մանրախնդիր կլիներ, որ նույնիսկ կենդանիներից վրեժխնդրություն կլուծեր կամ կենդանիների միջոցով կփորձեր պարոն Ծառուկյանից վրեժխնդիր լինել, դա արդեն ստորության հատակն է։ Իվետա Տոնոյանն ասում է, Ծառուկյանն այդ կենդանիներին պահելու համար համապատասխան բոլոր թղթերն ու թույլտվություններն ունեցել է։ Սեդա Մակարյան, Տարոն Ղանդիլյան, Աշոտ Բարբարյան, ABC Media։